Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հայտարարում է ընդունելություն բակալավրիատի սոցիալական մանկավարժություն կրթական ծրագրի շրջանակներում։ Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն իրականացնում է մագիստրոսական 3 և բակալավրիատի 1 կրթական ծրագիր։ 2010-2011 ուսումնական տարում պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը բացել է սոցիալական մանկավարժություն բակալավրի կրթական ծրագիրը, որի նպատակն է պատրաստել սոցիալական մանկավարժներ հանրակրթական դպրոցների և սոցիալական աջակցության կենտրոնների համար, նպաստելու սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող, տարաբնույթ խնդիրներ ունեցող մարդկանց, երեխաների հոգեբանական, հաղորդակցական, սոցիալական խնդիրների լուծմանը ելնելով տարիքային և անհատական առանձնահատկություններից, ինչպես նաև խնդրի բարդության աստիճանից։ Հարկ է նշել, որ այսօր, քանի որ հանրակրթական դպրոցում ուսումնառում են նաև որոշակի ներառական խնդիրներ ունեցող երեխաներ, բնականաբար սոցիալական մանկավարժը աշխատում է նաև նրանց հետ, հոգալով նրանց բազմաբնույթ խնդիրները, որոնք կարող են առաջանալ տարբեր ոլորտներում, ինչպես ընտանիքում, կրթական այլ կառույցներում և մասնավորապես դպրոցում։ Հոգեբանական խորհրդատվություն, մանկավարժական փոխօգնություն, կանխարգելում, կանխատեսում։ Սոցիալական մանկավարժի դերն այսօր առավել քան երբևէ մեծ պահանջարկ ունի։ Երեխայի և սոցիալական միջավայրի միջև ստեղծել հարաբերություններ, շատ ավելի ճկուն կամուրջներ, որով որ երեխայի սոցիալականացումը կհեշտացվի։ Այս տրամաբանությամբ սոցիալական մանկավարժություն մասնագիտությունը ունի արդիական հնչեղություն և կիրառական նշանակության տեսանկյունից մեր կրթական ծրագրում մենք հատկապես շեշտադրում ենք մասնագիտության կիրառական նշանակության վրա, որտեղ որ ուսանողներին ծանոթացնում ենք 4 տարիների ընթացքում սոցիալ մանկավարժական տարբեր տեխնոլոգիաների, կազմակերպական, անհատական տեխնոլոգիաների, դաստիարակչական խորհրդատվության, ինչպես նաև արվեստի մանկավարժության այլընտրանքային տեխնոլոգիաներին, որոնք կարող են օգնել ստեղծագործաբար անդրադառնալ խնդիրներին, տալ դրանց բազմակողմանի լուծումներ։ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի փոխտնօրեն Արևիկ Ղազարյանը մասնագիտության առանձնահատկություններն է ներկայացնում։ Բազմաբնույթ մասնագիտությունների շարքում, որոնք այսօր գործում են աշխատաշուկայում, մասնագիտությունն է, ով բացառիկ կարևորում է երեխաների առաջին հերթին սիրո զգացողությունը և այստեղ նվիրում ունեցող մասնագետներ են, ովքեր իրենց տեսնում են հետագայում աշխատելու իմ վերօթվածած արդեն սոցիալական ինստիտուտներում։ Կարևորում եմ նրանց կոմպետենցիաները, որոնք պիտի լինեն հանդուրժողականությունը, փոխօգնությունը, սերը երեխաների նկատմամբ, բարիությունը, կարեկցանքը, որովհետև առանց այս լուրջ մասնագիտական որակների և անձնային որակների թերևս անհնար է իրականացնել սոցիալական մանկավարժի գործունեությունը։ Սոցիալական մանկավարժություն կրթական ծրագրի շրջանակում ուսանողները ծանոթանում են սոցմանկավարժության հիմնախնդիրներին։ Դասախոսները մեծ ուշադրություն են դարձնում ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու, դրանք նորարարական մեթոդների օգնությամբ մատուցելու և գործնականում այն կիրառելու վրա։ Ուսանողները հետաքրքրությամբ են ներգրավում դասերին, հասկանում են ընտրած մասնագիտության կարևորությունն ու դերը։ Պրակտիկայի ընթացքում ունենք բավականին հաջողված փորձեր, երբ որ հատկապես պրակտիկայից հետ են վերադառնում ուսանողները շնորհակալագրերով, ունեն նաև աշխատանքի առաջարկներ և մենք դրանով շատ ոգեշնչվում ենք։ Կենտրոնը նախատեսում է բացել կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա, որը բացառիկ հնարավորություն կընձեռի մեր մասնագետներին, մեր ուսանողներին իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու։ Այնպես որ, սիրելի դիմորդ, հաշված օրեր են մնացել ձեր կյանքի այս կարևոր փուլում կարևոր որոշում կայացնելու հարցում, և եթե չեք կողմնորոշվել, Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը սիրով սպասում է ձեզ սոցիալական մանկավարժություն կրթական ծրագրում, գործում է զեղչային ճկուն համակարգ։
Հաջողակ մասնագետները ձևավորվում են լավագույն կրթական միջավայրում։ Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը սպասում է սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ հետաքրքրվողներին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։